Գիրագին նոյեմբեր 9-ին Թորոնտոյի Սուրբ Աստվածածին Հայաստանյայից Արաքելական եկեղեցիի ներս տեղի ունեցավ Ասկագերդում խորակրով տասախոսական ցերեգույթը, որ կազմակերպված էր Թորոնտոյի Սուրբ Աստվածածին եկեղեցվո անդամական հանձնախումբի կողմէ։ Տասախոսներն էին Դիարհամբի Քարայանը Մորեալեն, որ փոխանցեց Հայագերդում ու ասկային ինքնության պահպանում թեմայով ներկայացումը եւ Դիար Խաչիկ Տեդեյանը Թորոնտոյեն, որ ներկայացուց հայ արաքելական եկեղեցվո ասկային թիմակիցն ու նկարակիրը աջմիական կարևորագույն թեման։ Ցեզի կներկայացնենք մասեր զույգ տասախոսություններեն։ Պատահական չէ, որ այս օրերուն կներկայացնենք մեր ասկի հետ առնչվող այս զույգ աջմիական նյութերը։ Անոնց խորքն ու էությունը կմիդին հայ նորահաս սերունդներու հայկական ինքնության ու թիմակիցի պահպանման, որում մեջ հայ եկեղեցին ունեցած է որոշիչ դերակատարություն մեր արդի պատմության ողջ ընթացքին։ Համաշխարհայնացման շրայլած հորի պարքերուն թեմ պայքարիլը եւ ամենքնով հայու ավանդություններուն եւ արժեքներուն գարչած մնալը կհամարվի հայ եկեղեցվո վսեմակույն առաքինություններն մեկը։ Այդ իսկ պատճառով է, որ նորին Սուրբ Օծություն Տեր Արամ առաջին հայրապետ 2025 տարին հռչակեց ավանդություններու վերականգնման տարի։ Սիրելիներ, արիթը գուզեմ օգտագործել, որբեսի այսպեմեն մեր զորակցությունը հայտնենք հայրենիքի փանդերուն մեջ գտնվող անարդարորեն եւ անիրավորեն գալանքի ենթարկված 3 հայ արքեպիսկոպոսներուն եւ 10-յակեմ ավելի հայ հոգեվորականներու ու սարգսակներու, որոնք հանուն մեր ժողովրդի իրավունքներուն պաշտպան գործընծուցած են իրենց ազատությունը։ Թող որ Աստված առաջնորդե մեր ժողովուրդը եւ ասկովին գերդենք մեր բայցար ու փայլուն աբական։ Շնորհակալություն եւ բարի եկած եք բոլորդ։ Այսօր պիտի անդրադառնանք գարդմը երեսներում, մարդահրավերներում, սակայն նաև պիտի անդրադառնանք նոր Սփյուռքի գաղափարին եւ անոր հետ համն նոր ռազմավարություններում։ Ուրեմն եթե պատկանելիության գլխավոր 4 բաղադրիչները ընտանիքը լեզուն մշակույթի եւ եկեղեցին են, ուրեմն հայագերտման գլխավոր թերագադարները որոնք են, որովհետև այդ կառույցները գոյություն ունին, որովհետև այդ կառույցներում մեջ են աշխատանք կդարվի եւ այդ կառույցներու աշխատանքները կդանին ծնողքը, հայ հոգեվորականը, ուսուցիչը եւ ղեկավարը, միութենական ղեկավարը։ Ուրեմն ասենք ընտանիք հայ ընտանիքին համարգարկը այսօր վտանգված է։ Անոր մեծակույն պատճառը խառն ամուսնություններն են։ Ինչպես այստեղ գրեստեք Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգներու մեջ խառն ամուսնություններու դոգոսը 75-ն վեր է։ Կանադայի մեջ մոդավոր աշխարհով 50% է։ Բայց պետք է ասել, որ այդ 50%-ը մեր այդ հարցախույզներուն այն հայերու մեջ է, որոնք իրենց հայ գսկան։ Դակավին չենք խոսիր այն հայերու մասին, որոնք իրենց պատկանելիությունը կամ գործընծուցած են, կամ գես հայ գսկան իրենց ասենք։ Լիբանան եւ Բոլիս խառն ամուսնության դոգոսը անցած է 35-ի սահմանը հասած է 40%։ Իսկ սակայն ամուսնությունները ընդհանուր առմամբ խառն ամուսնությունները գմնան թարն իրականություն եւ դոգոսային աճ կարձանակը։ Այս իրականությունը դիմակրավել է գենթատրե երկու մագարտակի վրա աշխատանք։ Առաջինը մեր գառույցներն են, մեզ մեկ սկսի, որոնք դրոնական, գրթական, ազգային եւ մշակութային թերերեն անթին, նաեւ հայ երդասարտի ընկերային կյանքին մեկ մասը գտան։ Հետևաբար մեր գառույցներու այսօրվա վիճակը իր մնայուն աստեցությունը պիտի ունենա աբակա հայ ընտանիքներուն գերման վրա։ Գալով հայ դպրոց
եւ հայերեն լեզու։ Հայ դպրոցը հիմնագետն է մեր ավակասերուններուն, թե անոնց կերտման եւ թե ի խնդիր հայաբահբանման դարված բոլոր աշխատանքներում մեջ։ Սակայն այսօր ունենք հայերեն լեզուն եւ նամանավան արեմդահայերենը պաշտպանելու հարց։ Արեմդահայերենի պահպանման խնդիրը ինչպես շատերու ծանոթ է, դասնամյակներու ընթացքին միշտ գոյություն ունեցած է։ Սակայն այսօր ավելի քան երբեք հրադապ հարց է։ Մանավանդ 2010-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմէ արեմդահայերենի որոշակի օրեն վտանգված լեզուներու դասակարգի մեջ ներառում են ետք։ Ազգային գրթության մասին խոսեցանք եւ հայ սերունդին, հայ նոր սերունդին ազգային գրթություն տալու մասին խոսեցանք։ Սակայն պետք է նաեւ մտածենք ով է նոր հայ սերունդը, ով է մեր սերունդը, ով է, այսօր ինչ կներկայացնի, ինչ են իրենց երազները։ Ջենզի սերունդին չեն հետաքրքրել փեմերեն հնչող երկար պատկամները։ Ոչ ալ երկար քրություններ գարտալու ժամանակ ունի։ Ջենզի երիտասարդը ավելի վարժ է գարտալու այն ինչ որ հերախոսով դեսանելի է, բջջայնով, 150 բարի սահմանի մեջ պետք է լա դիգա։ Ընկերային ցանցերու վրա է մեր երիտասարդը։ Մանավանդ ընկերային ցանցերու վրա համաշխարհային առաջնահերթություններուն կխոսենք մթնոլորտի մասին, ընկերային հավասարության մասին, այս հարցերը կան, որ իրենց նաև գտերտվե գաշխացնե եւ մտածել գուտա, թե ուր գերտանք։ Ուրեմն հայագերման աշխատանքները իրենց նպատակին հասնելու համար անհրաժեշտ է օգտագործել նոր սերունդին համար հայտնի միջոցներ եւ առաջնահերթություններ։ Չեմ ասել բոլոր առաջնահերթություններուն ջամփադա, սակայն գիտնալ եւ իրավաշտ ըլլալ թե ինչ կփնտրի այս սերունդը։ Դժբախտաբար պետք է անդրադառնանք այսօր նաեւ, որ սպիրկը, երբ կսենք սպիրկը ինչու մնայուն է կամ չէ, սպիրկը միշտ այս մարդահրավերներուն արժեվ է, ինչ է մարդահրավերները, այդ հանգրվանները, որ ովևէ մեկ սպիրկ անոնց պեգանցնի։ Առաջին հերթին գրեցնենք մեգուստացումը, հաջող այսպես գրեցնենք դակավին նոր հաջողած, նոր հասած քաղաքականներու մոտ ասենք այս բարակային, լեզվական դժվարություն ունին եւ այլն։ Երկրորդ հանգրվանը հյուրընկալ երկրի մշակույթի հետ ընդդենալն է, որ integration համարգումն է։ Այս հանգրվանը սպիրկի համար կամ քաղաքականի համար անգյունաթարցային է մանավանդ մեր բարակային, սպիրկայության բարակային։ Մայլեզուն այստեղ կսկսի մեր երկրորդական դառնալ եւ անցը հայը այս բարակային հյուրընկալ երկրի մշակույթը կսկսի յուրացնել։ Հայրենիքի գաղափարը կսկսի բայց աղավաղիլ դգարանալ եւ առանց միջամտության այս անկրվանը գրնա դանել ցուլման։ Ուրեմն հոս է որ մենք աշխատանք ունենք տանելիք։ Այս որովհետեւ այդ բարական եւ ցուլումը արդեն եղած է բավական ուշ է։ Համացանցային ծրագիրներ արիտներ կստեղծեն ասկային աշխատանքի մեջ ներգրավելու հերավոր հայ ընտանիքը մնայուն գապ կհաստատեն հայ երիտասարդին հետ եւ հայ մանուկինալ արիտ կուտան որ ճշգրիտ հայերեն լեզուն սկսի սորվել։ Համացանցեն անցին խոսենք արհեստական բանականության մասին, artificial intelligence, AI, արիտ կստեղծե, անալ արիտ կստեղծե հայերենի լեզվի պահպանման եւ զարգացումին։ Ինչպես թիրախավորված ձևով, targeted, հայկական ուսումնասիրությունները այսօր շատ ավելի ճյուրին են եւ հնարին են AI օգտագործելով։ Վերջապես սիրելիներ, սպիրկի երկարադեպ լուծումները հավաքական եւ բյուջեական նաեւ լուրջ աղբյուրներ կպահանջեն։ Այդ միջոցները անհատները վեր են, կհավատան կանոր։ Այդ միջոցները կենթադրեն հաստատութենական, այսինքն institutional մոդեցում։ Մեր կառույցները կենսագործելու, մտավոր հարուստ բաշարով սերունդներ հասնելու, պատրաստելու, մեկ խոսքով սերնդափոխելու եւ երկար ժամանակ գոյատևելու։
Պատմությունը փորձած է հայ ժողովուրդը բազմաթիվ ճգնաժամերով եւ ամեն անգամ եկեղեցին գտնված է գոյադևման բայկարի գիզագետին եւ բայկարի ռահվիրան։ Սելջուկներու եւ մոնգոլներու արձակումներու ժամանակ վանքերը դարձած են մշակութային կենտրոններ եւ աբաստանարաններ։ Ցերակրերը գրգնորինակված են եւ խնայված են։ Գրթությունը պահպանված, անգամ երբ քյուղերը գործանած են։ Հակառակ քաղաքական ծանր ու դժվարին պայմաններուն, այդ թարգնոցներուն, ճգնարաններուն մեջ ստեղծվեցան մեր քրչակրության, մանրանկարչության, երաժշտական եւ դիսական արվեստներու, պատմագրության, փիլիսոփայության եւ հոգեվոր գեղարվեստական քրագանության լավագույն ստեղծագործությունները գառուցվեցան ջարդարապետական գոտողներու, վանքերու մեր հիասքանչ նմուշները։ Պատրիարքները ներկայացուցած են հայ ժողովուրդը սուլտաններուն թիմաց։ 1863-ին սուլտանին կողմէ վավերացված ազգային սահմանադրությունը իր ժողովրդավար հիմունքով եւ ավելի լայն իրավասություններ պիտի դար ընդրված ներկայացուցիչներով ազգային կյանքը վարելու կորձը հոգևորականին նաև աշխարհականին ալ իրավասություններ տալով։ Սահմանադրությունը, որ գործե մինչև այսօր մեր սպիրտյան համայնքային կյանքի մեջ։ Գերագույն ողբերգությունը անշուշտ 1915 թվականներ հայոց ցեղասպանությունը, Օսմանյան գայսրությունը ոչ միայն արմադախիլ երավ հայ ժողովուրդը իր փնորանն են, իր հողեն, փնաչնչեց 1.5 միլիոն հայ, այլ նաև գոդորեց հայ հոգևորականության արյուծի բաժինը, մոտ 4000 գեղերականներ, գործանեց վանքերն ու եկեղեցիները, հոգևոր եւ մշակութային մեր ողջ ժառանգությունը, չխնայելով ոչ առաքելականը, ոչ կաթողիկեն, ոչ այլ փողոքականը։ Թիրախը նաև հայ եկեղեցիներ քաչ գիտակցելով, որ եկեղեցին ազգին փափախող սիրտն է։ Բայց վերաբրողները գրգին գառուցին իրենց կյանքը։ Քաղաքական հայը ուր որ քնած, հոն ուր որ հաստատվեցավ հիմնեց եկեղեցի, դպրոց, մշակութային կենտրոն, մամուլ եւ ակումբ։ Սպիրկի հայկական քաուտներու ցևավորման կորձը մեծապես կատարվեցավ եկեղեցվո ջամփով։ Դպրոցաշինության, մշակութային կյանքի զարգացման եւ հոգեվոր իմացական եւ ընկերային ծառայության ջամփով։ Կարեկի նշտեհի բարերով հայ եկեղեցին մեր հոգեվոր փանակն է։ Եկեղեցվո զանգակները մեր հողին ցայնն են։ Առանց անոր ասկը գործընծուցած է իր խիղճը։ Իսկ Արամ Մանուկյան պիտի ասեր, երբ ժողովուրդը ծրվեցավ աշխարհով մեկ, միայն եկեղեցին բահեց անոր պատկանելիությունը։ Եկեղեցին եղավ մեր տեսփանադունը այն երկիրներում մեջ, ուր պետական դրոշ չունեինք։ Բոլոր թարերուն եկեղեցին եղավ հայ պետականության փարոյական հենարանը եւ ազգը միավորող ուժը։ Չմոռնանք, որ ճակատագրական բահերուն հոգևորականությունը կանգնած է առաջին քիծի վրա հայրենիքի պաշտպանության գործի մեջ։ Սկսած Ղևոնտ Երեցին Վարդանանց պատերազմի ժամանակ, Թանիել Վարդապետի, Թավիթ Փեգի եւ Մխիթար Սպարաբեդի մղած գրիվներուն, Դերավեդիս քահանայի Խալիցորի պաշտպանության հրամանատարական գազմին մեջ, Եսայի Հասան Ջալալյան Գաթողոսի 18-րդ տարու Արցախի մելիքներու գողքին, երբ Քանցասարը դարձուց ազատագրական շարժումի քաղաքական զինվորական կենտրոնը, Հովսեփ Արգուտյան եպիսկոպոսի ռուս բարսկական պատերազմներու մասնագիծ եւ հայոց պետականության վերականգնումի խաղապարախոս, Մգրդիչ Խրիմյան Գաթողոսի ազատագրական շարժման խաղապարական առաջնորդ եւ Բերլինի վեաժողովի պատգամապեր հրճակավոր Երգատե Շերեփի շեփորահար Կարեկին եպիսկոպոս Հովսեփյանի Սարտարաբադի Փարաբանց գրիվներուն մինչև Արցախյան ազատագրության գրիվներուն Բարքև arczepiskopos Mardyrosյանի
եւ բազում այլ եկեղեցականներու անուններուն, որոնք մեր ժողովրդին ներշնչեցին հավատ, հույս եւ գորով։ Անշուշտ եղած են բահեր, երբ բեդություն եկեղեցի, նախարարական դուներ եկեղեցի հարաբերությունները եղած են լարված եւ միաժամանակ աղետաբեր մեր ժողովրդին համար։ Խախտիկ չէ նաեւ, որ շատ կաթողիկոսներ հալածված են այն բարձ պատճառով, որ խիզախությունը ունեցած են ընդիմանալու այս կամ այն իշխանին, թագավորին, անոնց անխոհեմ արակներուն համար։ Այն ինչ կբադայի հայրենիքին մեջ այսօր շատեր պիտի բնորոշեին նույն կերպ։ Հայ եկեղեցու թերը այսօր նույնն է, ինչ որ թարերը ի վեր իր ժողովրդին հետ, իր ժողովրդին համար վասն հավատո, վասն հայրենիած։ Ուրեմն երբ կխոսենք հայ երակելական եկեղեցու մասին, մենք չենք խոսիր միայն դաջարներու, ձեսերու, վարդապետության մասին, մենք կխոսենք Հայաստանի մասին։ Եկեղեցին եւ ժողովուրդը մեկ պատմություն են, պատմություն հավատքի, գոյատևման եւ հույսի։ Շնորհակալություն։